համարը կմեկնարկի եւ ձեր անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազը արդեն կներկայացնի պատգամավորներին։ Համաձայնություն կտաս ձեզ իշխող մեծամասնությունը դատախազի միջնորդությանը։ Ես կարծում եմ, որ համաձայնություն կտա, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են եւ որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն եւ հետեւաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը եւ մյուս մարմիններին սկսելու գործընթաց պարզելու այն ինչ է տեխնոլոգիա։ Իսկ դուք կարծում եք դա քաղաքական որոշում է, այսինքն չեք կարծում, որ քաղաքական որոշումը արդեն կա։ Ես կարծում եմ, որ դա քաղաքական որոշում է։ Իսկ պատճառը ո՞րն է, ինչու է նման որոշում հենց ձեզ հետ կապված կայացվել, պարոն Աղազարյան։ Ես դիտացեմ բանի ժամանակ, ազգային ժողովի նիստի ժամանակ։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ պետք է լծակներ գտնել ձեզ մանդատից զրկելու համար։ Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունը նաև դեր ունեցավ, որ դատախազը ամեն դեպքում այս գործով գա խորհրդարան։ Իսկ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չի, անձեռնմխելիությունից զրկելու։ Ոչ, պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է։ Եվ ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ թվում նաև ես զրկվենք մանդատից։ Դուք նման տեղեկություն ունեք, չեմ իրապես։ Գյումրիից հետո քաղաքացիական պայմանագիրը պարտվեց արտահերտ ընտրություններ։ Այո։ Ինչ հիմքով եք ասում, դա ինչու է։ Չեմ ասի ինչ հիմքով, դա կասեմ, երբ որ բանը տեղի ունենա, որպեսզի հիմնավորեմ իմ տեղեկություն չեմ ուզում հուշեմ, որովհետեւ ես չեմ ուզում որ լինի արտահերտ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ռեյտինգ ունի։ Ամենաբարձրն է ռեյտինգը բոլոր դեպքերում։ Կարծում եք, որ Առաջվա համեմատությամբ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձրն է։ Դուք որ դուրս եկաք իշխանական կուսակցությունից, դա ազդեց կուսակցության ռեյտինգի նվազման վրա, ինչքանով։ Կարող ապտայ մի տոկոսի շա։ Պարոն Աղազարյան, ձեզ այս process-ը արագացավ նաև այդ ԿՊ-նիստից իրենց բնորոշմամբ այդ արտահոսքերի պատճառով, նաև մի քրեական գործ էլ այդ թեմայով արտահոսքերի իրենց ձևակերպումներն բան չեմ ասում, չէ, բան չեմ ասում, բայց դուք հետևողական չեք լրագրողները։ Ես այդ գործից էի հարցնում հենց մի րոպե, այդ գործից եք ասեմ։ Դուք այնքան լայն հնարավորություններ ունեք, ես այնքան եմ կարևորում լրագրողական համույթի աշխատանքը, որ ես տասնյակ անգամ արդեն հոգնել եմ, ասել եմ, որ եթե ես արտահոսք եմ կատարել մեր խմբակցության նիստերից եւ այլ քննարկումներից, ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ եւ եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ հիմնավորեն այդ հանգամանքը հիմնավորեն ընդհանրապես ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի ունեցել։ Ես իմ մանդատը վար գտնեմ։ Դա ասել եմ Առաջին օրվանից։ Առաջին օրվանից։ Պարոն Աղազարյան, ես ուզում եմ հետևյալը հարցնել, այդ պետական գաղտնիքի այսպես ենթադրյալ հրապարակման հոդվածով հենց քրեական գործ կար, բայց ըստ էության այդ գործով որևէ տեղաշարժ չեղավ եւ մինչեւ հիմա հայտնի չէ, ձեզ կանչել են հարցաքննության այդ գործով առհասարակ թե ոչ էլ կանչել։ Ոչ, ես չեմ կանչել այդ գործով հարցաքննության։ Բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիք չեմ տիրապետում, ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ այն պետական գաղտնիքի, որ թույլատրված է պատգամավորին ծանոթանալ, հստակ ընթացակարգով գնում ես համապատասխան բաժին, դիմում ես գրում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում են տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս Այդպիսի իրավիճակ ես իմ 7 տարվա մեջ չեմ եղել։ Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա ամենաբարձր աստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը որևէ իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ ընկերների հետ, կներեք դա։ Բայց եղել է նման նախադեպ, որ Նիկոլ Փաշինյանը ուտել խմելու ընթացքում ինչ-որ հույժ կա։ Քանի որ ես չեմ տիրապետում, որն համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետեւաբար պետք է ասեմ, որ այդպեսի իրավիճակ չի։ Պարոն Աղազարյան, հիմա ձեզ քաղաքական հետապնդման են ենթարկում մանդատը։ Ոչ, իսկ քաղաքական հետապնդման չեն ենթարկում, ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների։ Ինչու՞։ Որ մանդատը վայր չդրեցիք։ Երկու նպատակով, որ ասենք մանդատը վայր չդրեցի եւ դա պարոն վարչապետը եւ քաղաքական թիմը գտնում է, որ դա
իշխանության հեղինակությանը հարված է, եւ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախին գործընկերներից ոմանց սանձահարեն իմ հեռանկարի ակնկալիքով, որ մենք գիտենք ինչ գործընթացների մեջ են գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահմանացնեն։ Իսկ հնարավոր է կալանքի էլ հասնել, պարոն Աղազյան, հնարավոր է մի օր էլ կալանքի միջնորդությունների։ Եթե ես ինձ խելոք չպահեմ, չգնամ խուսափեմ գնալ այսպես կոչված ենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար դրան կհասնի։ Չէ, քաղաքական առումով, չէ, ես չեմ կարծում քաղաքական առումով, որովհետև ասենք կալանքի վրա որպես բան, որ կալանքի վրա որպես ճնշում այդ արդյունքի հասնելու համար չի արվի։ Ես 65 տարեկան եմ եւ ես չեմ պատրաստվում իմ ապրած կյանքը, ասենք իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ։ Ես բաներ ունեմ ասելու, որ կասեմ ազգային ժողովի նիստի ժամանակ, որտեղ ասենք ակնհայտ կլինի, որ շատ բաներ ծիծաղելի են։ Պարոն Աղազարյան, որ ասում եք, եթե քննիչների մոտ չգնաք եւ այլն կալանքի կտանենք, դրանից զատ տեսնում եք քաղաքական պահանջ, հրահանգ ձեզ կալանավորելու, թե ոչ։ Չեմ տեսնում, որտեղ արդյունք չի տա, որտեղ ես ինչ որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի բարի մեր լինեմ, էլի ասելու եմ, իմ անհանգստությունը եւ ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամիս էլ կալանքի տակ լինեմ։ Պարոն Աղազարյան, քանի որ դուք հիմա Ես կասեմ այդ ազգային ժողովի նիստի ժամանակ։ Քանի որ դուք հիմա իշխանության մաս չեք, ընդդիմություն եք կարելի ասել, հնարավոր է որ ձեզ տեսնենք ընդդիմադիր շարժումների կիզակետում, ասենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շարժում։ Ես ոչ, ամուսնության հարցերի հետ կապված իմ մոտեցումը ուրիշ է, ես կողմ եմ։ Իհարկե, եթե սա ժողովուրդի փողոց, մի հոգյապետ ես կարող եմ պատահի կանգնեմ այդ մի եթե ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց, ինչպես 18 թվականին, բայց մեր գուսակցության մոտեցումը հետևյալն է եւ մեր թիմի մոտեցումը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում եւ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաեւ ինքը սպառվել է եւ պետք է գնա հանգստվել։ Եվ մենք բարոյապես դա չի բարոյական չի, նույն բանը չի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով սահմանադրությամբ։ Էլի ներողություն, էլի բանը սխալվելու իրավունքով ժողովուրդը ոնց կորոշի, մենք Պարոն Աղազարյան, որ նշեցիք, եթե բոլորը դուրս գան եւ մի հոգի մնա, դուք էլ դուրս կգաք, այսինքն Ծառուկյանի նման 5 պակաս իշխանափոխությունից 5 պակաս փողոց դուրս կգաք։ Ես չեմ կարծում, որ տեղին այն Ծառուկյանի հետ համատել, որովհետեւ բանը Ինչ, վիրավորական է։ Չէ, վիրավորական չի, բոլորովին։ Ծառուկյանի ասենք մոտեցումները ուրիշ է։ Ես ուզում ասեմ, որպես ֆիզիկական անձ, Ծառուկյանի հնարավորությունները իմ հնարավորությունից կներեք մի քիչ Ես քաղաքական եմ նկատի, ոչ Եվ քաղաքական։ Մի քիչ տարբերվում է, էլի։ Երբ որ միջնորդության մասին հայտի դարձավ դատախազության արդյոք այս ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր կամ պատգամավորներ ասել են դժվարանում ենք ձեզ կողմ քվեարկել, որ ձեռքվեն, այսինքն որևէ արձագանք եղել է Ես ընդգծված կերպով չեմ շփվում իմ նախկին գործընկերների հետ, որովհետև ես երջանիկ եմ, որ նրանցից մեծամասնության հետ նրանց մեծամասնության հետ ճանապարհ եմ անցել եւ չեմ ուզում իմ շփումներով իրենց դնել դժվար անհարմար վիճակի մեջ եւ հետեւաբար չէ բարով ենք որտեղ ենք բարով Իսկ պարոն Աղազարյան, քանի որ նախադեպ եղել է խորհրդարանում այն ժամանակ դուք ԿՊ-ում էիք, օրինակ Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հարցը երբ որ եղավ, նման դեպքերում որոշումը, որ պետք է կողմ քվեարկել կայացվում եւ թիմին այդ մասին հայտնում է, թե ամեն դեպքում падգամավորների դիրքորոշումը հաշվի է առնվում որոշումը։ Ես կարծում եմ, եթե դու թիմի անդամ ես, պետք է թիմի որոշմանը ենթարկվես։ Այսինքն որոշումը խմբակցության ղեկավարն է ասում, որ պետք է Բայց քիչ խմբակցության ղեկավարն ասում, խմբակցությունը քննարկում է որոշում ընդունում։ Խմբակցությունը ես էլ բացատրում եմ, խմբակցությունը քննարկմանը ներկայանում 60 падգամավոր, 29-ը ասում է
չպետք է պարոն Աղազարյանին զրկենք անդրմխելությունից, 31-ն ասում է պետք է զրկենք պարոն Աղազարյանին անդրմխելությունից, 31-29, որոշումը կայացված է, 29-ը պետք է ենթարկվի որոշմանը, էդ իմ բանն է։ Պատգամավորը խղճի ինչա, այտենց մի հատ միտք ունեք։ Դե խղճի բանը սահմանա եւ ինք հետ իր կարծիքը հայտնում է խմբակցության նիստի ժամանակ։ Մի շատ կարևորագույն հարցի հետ կապված ես միայնակ տեսակետ եմ հայտնել եւ բոլորը համաձայնել են իմ տեսակետի հետ եւ այդ որոշումը կայացվել է եւ այդ որոշումը շատ կարևոր մարդու ոչ չի կարող ասել բեկանի սրտով չի եղել դա չեմ ասի Իսկ պարոն Աղազարյան, դուք անձամբ քվեարկությանը կմասնակցեք։ Ո՞ւր Ինչ կողմ կքվեարկեք։ Փոխելը պակասը Պարոն Աղազարյան, դուք գուցե ուզենաք, որ ճշմարտությունը պարզվի։ Ես գիտեմ ճշմարտությունը իմ համար պարզել բան չէ իհարկե Պարոն Աղազարյան, դուք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց եք ուզում սկսել, իր ուժում մեջ։ ով է ասել դες բան Մամուլ եք գրել։ Դե մամուլը շատ բան է գրել Բայց չկա այդպիսի բան։ չեմ ասի Տեսեք, որ ասեցիք, եթե միտինգ բանի դուրս կգաք փողոց կան մարդիկ, որոնց կազմակերպած հանրահավաքներին չեք գնա, օրինակ Ռոբերտ Քոչարյանը։ Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրի ընտրություններից հետո, եթե քաղաքացիական պայմանագիր ուսումնասիրությունը պարոն վարչապետի գլխավորությամբ որոշեն, որ գնան արտահայտ ծրագրերի։ Եթե չգնացին, կհրապարակեմ մի 3 ամիս հետո։ Բաղդադ Սրբազանի մասին ձեր կարծիքը փոխել եք, առաջին դեմ եք։ Ոչ, չեմ փոխել, դեմ եմ։ Պարոն Աղազարյան, Ահա։ չէ, ավարտեք, ոնց որ միտք ունեք։ Չէ, հարցը իմ կարծիքը Բաղդադ Սրբազանի նկատմամբ, իմ կարծիքը ոչ Բաղդադ Սրբազանի նկատմամբ եմ փոխել, ոնց որ եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այնպես էլ կա։ Ես դες պետք է մեջ բերեմ, չեք փոշմանել, որ նրանց սա ձեր խոսքերն է, դեր գապոն էիք ասում։ Ոչ, չեմ փոշմանել։ Իսկ պարոն Աղազարյան, ստացվում է, որ կամ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ձեզ մանդատից զրկելու հարցում այսպես նահանջ կամ հետքայլ չի անում, դեռ փորձում է հասնել այդ Փոխշանի, նավայնի կակ նավայնի, մեկ է կգրվենք։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ դուք ձեր խոսքերով ասած չսանձահարվող տեսակ եք։ Այո, ցավոք սրտի այդ մասին պարոն վարչապետը չգիտեր։ Չգիտի ցավոք սրտի, ինչու՞։ Դե չի մասը։ Իր համար ցավոք սրտի, ոչ իմ համար։ Իմ համար բարեբախտաբար բնականաբար։ Իսկ ինչ է կարծում կավա ձեր ուժը լուրջ վտանգներ է ԿՊ-ի համար Այո։ ներկայացնում։ Այո։ Այդ դու չգիտես։ Առաջիկայում կհամոզվես նրան։ Իսկ ձեր Մոսկվայի ընկերը ինչ է ասում այս գործընթացի մասին։ Սատարում այն։ Այդպես էլ չվերադարձավ հայրեն։ Վերադարձավ գնաց, հիմա ընդդեմ սատարում։